Կան գրքեր, որոնք ապրում են մարդկային ճակատագրերով, նրանք լքում են իրենց տունը, փրկվում արհավիրքներից, երկրից երկիր գնում ու ի վերջո նորից տուն դառնում։ Մատենադարանի թանգարանում տունդարձի պատմություններ են հնչում։ Ավելի քան 1 դար առաջ Հայոց ցեղասպանության օրերին Վանի Կաճար գյուղի հոգևորականը գաղթի ճանապարհով մեջքին ամուր կապած իր հետ տարավ 1871 թվականի անհայտ հեղինակի բժշկարանը։ Տասնամյակներ անց այս ձեռագիրն ու նաև Ղազար Փարպեցու Հայոց պատմություն հնատիպ գիրքը հայտնվեցին պատմաբան ազգագրագետ Տիգրան Հակոբյանի տանը։ Այսօր նրա այրին Հասմիկ Սիմոնյանը թորների հետ իրագործում է ամուսնու վերջին ցանկությունը՝ գրքերը հանձնել այնտեղ, որտեղ նրանք կապրեն հավերժ։ Գիտեք, ժամանակ առ ժամանակ ամուսինս բաց էր անում, թերթում էր ու կարծես իր մեջ պայքար էր գնում։ Գիրք, որը ինչ ճանապարհով հասել է մեզ, բայց նաև չէր ուզում, որ հանկարծ մնա, փչանա, ինքը հակասությունների մեջ էր եւ մի անգամ մենք խոսակցություն ունեցանք, ասեցի Տիգրան, որոշի ճակատագիրը էս գրքերի էլի, ինչ պիտի լինի, ասեց կռիվա մեջս Հասմիկ, ես չգիտեմ, մեկ ուզում եմ տամ, մեկ ասում եմ ախր տես պապից եկած իրա, որ կարող են վաղը մեր սերունդները, բայց իհարկե վերջի խոսքը իրենն էր, որ չէ, սատանը չպիտի մնա, պիտի գան էս կաճառում մնան։ Մատյանները տուն են դառնում նաև աշխարհի հայտնի աճուրդներից։ Նախորդ տարի Փարիզում վաճառքի հանված հայկական ձեռագրերից ամենանշանակալին 17-րդ դարի եզակի բժշկական ու կրոնական ժողովածուն ձեռք բերեցին Կերոն հիմնադրամն ու Վուլկո ընկերությունը, որպես գիտական ուսումնասիրության անփոխարինելի աղբյուր։ Սա մեր առաջին նվիրատվությունն է Մաշտոցի անվան մատենադարանին եւ մենք հպարտությամբ նվիրաբերում ենք 17-րդ դարի եզակի ձեռագիր, որը միավորում է կրոնական, քրիստոնեական եւ բժշկական տարբեր հավաքածուներ։ Այդպես հետաքրքիր խորհուրդ կար գրքից բաժանվելը, բայց դա արեցինք, որտեղ վստահ ենք, որ ապահով ձեռքերում են եւ ուսումնասիրության աղբյուր կհանդիսանան։ Հայկական ձեռագրերն ունեն անհավանական ձգողականություն, որը ստիպում է անգամ օտարերկրացիներին իրենց կյանքը կապել մեր մշակույթի հետ։ Ծագումով մեքսիկացի արվեստաբան Էրին Փինյոնը 18 տարեկանում չգիտեր անգամ Հայաստանի տեղը, բայց մի հանդիպում փոխեց նրա կյանքը։ Գիտական ղեկավարը հայտնի հայագետ Քրիստինա Մարանցին պատմեց Հայաստանի ու հայ մշակույթի մասին։ Էրինն արդեն հայագետ է, ապրում է Լոնդոնում, իսկ Սամուելյան հավաքածուից ձեռք բերված 18-ից 19-րդ դարերի հնատիպ գրքերը սիրով է նվիրում մատենադարանին։ Ուղղակի շատ ենք սիրում հայ պատմություն ու հայ մշակույթը ու մեր կյանքն է։ Կարևոր էր մեզ համար, որ շատ ազատ տեղ է ու շատ ապահով է։ Վերջին 3 տարիներին մատենադարանը համալրվել է 115 ձեռագրերով։ Այդ նպատակով պետական, մասնավոր ու սեփական միջոցներից ավելի քան 200 միլիոն դրամ է հատկացվել։ Մատենադարանի համար մխիթարության օր է։ Պետական կառույցներ, մասնավոր հատված եւ նվիրատուներ միանում են համահայկական պատասխանատվություն խորհրդանշող այս ընթացքին, բեկոր առ բեկոր ժողովելով մեր ինքնության ցանկոցի մասունքները։ Տարբեր ճակատագրեր կրող ու ճանապարհներ անցած ձեռագրերը հանգրվան են գտնում մատենադարանում։ Բոլոր նվիրատվությունները մեկ նպատակ ունեն՝ հավաքել ու պահպանել մեր հավաքական հիշողությունը։ Արմինե Գևորգյան, Տիգրան Մաթևոսյան, Ռադիոլուր։